Ողջույն եւ բարի գալուսինոջի տաղավար, այսօր իմ զրուցակիցը ռազմարտությունաբերության կոմիտեի նախկին նախագահ, ՀԱԿ միավորման խորհրդի անդամ եւ 2020-ի պատերազմի մասնակից Ավետիք Քերոբյանն է, ում հետ խոսանք մի շարք թեմաներին, հիմնականում որոնք առնչվում են զինված ուժերին, բանակին եւ մարտունակությանը։ Պարոն Քերոբյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք։ Սկսենք ձեր մոտ 1 ամիս առաջ արված հայտարարությունից, որը մեծ աղմուկ հանեց, մասնավորապես խոսքը նրա մասին է, որ դուք նշել եք, թե զինված ուժերում կան դիրքեր, որտեղ զինծառայողներ երբ որ գնում են դիրքային պաշտպանություն իրականացնելու խրամատներ, իրենց ստուգում են ադրբեջանցիները։ Այս հայտարարությունից հետո եղավ պաշտպանության նախարարության պարզաբանումը, ընդ որում Սիվնեթին է պարզաբանեցին եւ ասացին, որ բնականon հունով է ընթանում այս գործընթացը, պաշտպանական գործընթացը, փաստացի տպավորությունը այնպիսին էր, որ ոչ հերքեցին, ոչ հաստատեցին։ Նախ ուզում եմ ձեզ մի քիչ դետալների մեջ խորանանք։ Որտեղ է ըստ ձեզ այդ դիրքը կամ դիրքերը, որտեղ են դրանք։ Այդ դիրքերի կոնկրետ տեղադրությունները թե ասենք, մարդիկ գնան կփորձեն իրենց հեռու նկարող ֆոտոապարատներով կամ տեսախցիկներով փորձեն նկարել գործընթացները, ինչը անհարկի ուշադրություն գրավի իհարկե, եւ կարող է հենց իրենք էլ թիրախավորվեն, որովհետեւ գիտենք, որ ասենք դիրքեր նկարել է եւ զինված ուժերի տեղաշարժեր նկարել է, դա օրենքով արգելված բաներ են, բայց դրանք գտնվում են Սյունիքում, ուրեմն եթե վերադառնանք իմ հայտարարության հարցազրույցից այդ հատվածին, որը մեծ տարածում գտավ, նախ ես ասեմ, որ ես առաջինը չեմ դրա մասին խոսում, դրա մասին հրապարակային տիրույթում խոսում է Արթուրը Համբարձումյան Գյումրեցի, դրա մասին խոսում է Հայկ Մանասյան, դրա մասին գրառումներ է արել Սերգեյ Երիցյան եւ շատ այլ վկայություններ կան, որ դա այդպես է, ընդ որում ասեմ, հարցազրույցից կտրված տեսահոլովակի տակ շատ ֆեյքեր եւ ոչ այնքան, մարդիկ, որոնք բանից անտեղյակ են եւ որոնք ղեկավարվում են ոչ թե տրամաբանությամբ, այլ ինչ գործոններով, իրենք սկսեցին հարձակվել, փնովել դատախազության եւ անվտանգության, ազգային անվտանգության ծառայությունը ուշադրություն հրավիրել տարածվող ապատեղեկատվության վրա։ Եվ այո, եւ ձեզ ինչի՞ մաչ են ձերբակալել։ Ոչ էլ հետևիցս եկել են, ոչ էլ հարցը քննել են։ Մի օր երևի ինչ որ մեկի ճաշակով կհարցը քննեն սրա շուրջ։ Սենց մի բան էլի, ես ինչքանով փորձեցի ուսումնասիրել, իմ կարծիքով դա շատ մոտ է Սև լճի հատվածին, որտեղ մենք գիտենք 21-ին այնտեղ եղավ շատ խառը վիճակ։ Այո։ Նախարար Արշակ Կարապետյանն էր, որ այնտեղ նկարվում էր եւ այլն, բայց հետո պարզվեց, որ հրահանգ է տվել, որ դիրքերից մեկը ազատ են։ Սև լճի տարածքում ինչքանով ես ուսումնասիրեցի Google Earth-ով, այսինքն 21-25-ին է բան կար, ֆոտոներ, այնտեղ փոփոխություններ եղել են։ Ու ես ինչքանով փորձեցի հասկանալ, այն նման բան եղել է, բայց հիմա չկա։ Ուրեմն այդ ամեն ինչը կախված է մեր թշնամու մահաճույքից։ Կուզեն այսօր կզննեն, կուզեն այսօր չեն զննի։ Բայց եղել են նաև դեպքեր, եւ այդ դեպքերը մարդիկ վկայում են այդ դեպքերի մասին, որ նույնիսկ փոխարինման գնացող զինվորների դեմքերը նկարել են եւ հետո հավանություն ստանալուց հետո նոր թողել են այդ մարդկանց։ Այսինքն յուրաքանչյուր պահ, երբ որ պաշտպանության նախարարությունը հայտարարի, որ նման բան չկա, ադրբեջանցիները կոմպրոմատ ունեն նրանց դեմ։ Եվ կարծում եմ ոչ միայն ադրբեջանցիները, սա ոչ թե կոմպրոմատի հարց է, այլ իրականության։ Հիմա տեսեք, ինչ տեղի ունեցավ այդ հարցազրույցից հետո, հա, եւ կարծում եմ որոշ չափով նաեւ անազնիվ էր, որ հենց իմ հարցազրույցից հետո դա տեղի ունեցավ, չնայած այն բանի, որ իզդից առաջ խոսում էին շատ մարդիկ դրա մասին, նաեւ հրապարակայինորեն, եւ այդ հարցազրույցից հետևեց ձեր եւ այլ լրատվամիջոցների պաշտոնական հարցումները պաշտպանության նախարարություն։ Հետաքրքիր զուգադիպությամբ պաշտպանության նախարարությունը դրանից մոտ մի ամիս առաջ շտապել էր հերքել ինչ որ մի հարցազրույցում, ինչ որ հնչեցրած թվեր պահեստազորի քանակի մասին, իմ ընկերներից շատերը փորձեցին ինձ դրանում ոնց որ մեղադրել, բայց ես այդպիսի բան չէի հնչեցրել, ու պաշտպանության նախարարության հաղորդագրությունը մամլո խոսնակի քարտուղարի կոչվում, ոնց է կոչվում, իր հաղորդագրությամբ առանց մարդու անուն նշելու ասում են, որ նշված մարդու բերած թվերը չեն համապատասխանում իրականությանը եւ այլն։ Շտապել են հերքել
կրկնում եմ 1 օր կամ 1 ժամ առաջ հնչեցված եթեր գնացած տեղեկատվությունը։ Այս հարցազրույցից հետո եւ նախորդ այս թեմայով նախորդի հարցազրույցներից հետո Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել։ Նա պաշտոնապես պատասխանել է լրատվամիջոցների հարցումներին, ընդ որում ասելով ոչ թե անդրադառնալով հենց այդ հարցմանը, այլ ասելով, որ Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը իրականացնում է մամուլի եւ սոցցանցերի մշտադիտարկում եւ արձագանքում ըստ անհրաժեշտության։ Հիմա ես բերեմ սրա անհրաժեշտությունը, հա, հայտարարվում է եւ կան վկայություններ այն մասին, որ փաստացի այդ դիրքերում գտնվող անձնակազմը պատանդարված է։ Անկամ հիմա, որտեվ իմ անգամ հիմա, այո, պատանդարված է այն իմաստով, որ ցանկացած դեպքում այդ մարդիկ հայտնվում են անմիջապես հայտնվում են մեկուսացման մեջ եւ գերեվարվում։ Լավ, եթե դա եղել է նախկինում, ես իմ տեղեկությամբ Սև լճից հետո ու մինչև հիմա անցել են տարիներ, բնականաբար փոխվել են։ Բնականաբար, եթե անգամ ժամկետային զինծառայող են եղել, նրանք արդեն եկել են։ Եթե եղել է պայեստազորեն, էլի եկել է։ Ինչի չեն խոսում այդ մարդիկ, այլ խոսում եք դուք, ընդ որում խոսում են այնպիսի մարդիկ, որոնք քաղաքականապես շահագրգռված են։ Ուրեմն այդ հայհոյանքներով մեկնաբանությունների տակ պատասխան մեկնաբանություններ են գրում են մարդիկ, ովքեր ականատես են այդ մասին, այդ դրան, ովքեր տեղի բնակիչներ են, ովքեր պատրաստակամություն են հայտնել, տանել մարդկանց ուղեկցել ցույց տալ այդ ամեն ինչը։ Այսինքն հեշտահելնել Սև լճում հասնել է դիրքերի։ Պատրաստ են տանել ցույց տալ։ Հա, պատրաստ են պատասխան վկայություն տալ հաստատող։ Իմ հայտարարությունը եւ ոչ թե սա հայտարարություն չի, սա հարցազրույցից կտրված հատված է։ Իրականում ես չեմ կարող ասել մի բան, որը հիմնավորումը չունեմ։ Հա, եւ սա փաստացի Պաշտպանության նախարարությունը իր պատասխանով ոչ միայն չի հերքում այս տեղեկատվությունը, հա, որովհետեւ պարզ է, որ սա ապատեղեկատվություն չէ, այլապես սա այսքան մեծ արձագանքից հետո ես եւ մնացած այլ մարդիկ կմեղադրվեին պաշտոնապես ապատեղեկատվություն տարածելու համար։ Մենք գործ ունենք Պաշտպանության նախարարության կողմից այսպես ջայլամային քաղաքականության հետ։ Գիտենք, որ իրենք այս միակ դեպքը չէ, հա, եւ 22 թվականին, եւ 23 թվականին, եւ 21 թվականին այս ջայլամային քաղաքականությունը բերել է նրան, որ Հայաստանի Հանրապետության չասենք սուվերեն տարածքից, հա, որովհետեւ սուվերեն տարածք իրականում մենք չունենք, ունենք ՀԽՍՀ վարչական սահմաններից ներս գտնվող տարածքներում ներխուժումներ եւ օկուպացիա, ռազմակալում, եւ ունենք Պաշտպանության նախարարության բարձրագույն պաշտոնյաների կողմից արված հայտարարություններ, որ կրակել չեն պատրաստվում, որ ռազմական ճանապարհով հետ բերելու առաջադրանք չկա, փաստացի ուրացել են իրենց տված երթումը եւ փաստացի խոստովանում են, որ իրենց սահմանադրական պարտականությունները, պարտավորությունները չեն պատրաստվում կատարել։ Հիմա ասում են դեմարկացիա, դելիմիտացիայի արդյունքում հնարավոր է խնդիրը լուծել։ Քանի որ թեման փոխեցինք, այս թեման կարծում եմ սպառեցինք, այդ հարցից ուզում եմ զուգահեռ խոսենք 250 առնվազն քառակուսի կիլոմետր մենք ունենք տարբեր հատվածներում, սկսած Ջերմուկից, լավ, եկեք սկսենք ավելի վերև, Կութից սկսած մինչև Տավուշից։ Դե Տավուշը մինչև 2022-ը 2021-ը, ես ասում եմ 2021-ից հետո, այո, Տավուշում էլ բավական Տավուշում ուրեմն 2021 թվականից հետո, մասնավորապես 2024 թվականի գարնանը, առանց օրինական հիմքերի թշնամուն հանձնվել է Հայաստանի Հանրապետության տարածք։ Փաստացի տիրապետության տակ գտնվող, իսկ դրա արդյունքում նաև դե յուրե չասենք, հա, դե ֆակտո եւ ՀԽՍՀ վարչական սահմաններից ներս գտնվող տարածք, Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող 63 հեկտար տարածքը, որը եկեք մի քիչ բարձրաբանենք, Բերքաբերի ափի մի հատվածում ընկնում է Բերքաբեր գյուղը, մյուս հատվածում Մազամ գյուղն է ադրբեջանական, այնտեղ կա մի հատ sense մեծ կտոր Մազամից դեպի, բան դուք դա եք նկատի ունեք, որտեղ ոչ, ես դա նկատի չունեմ, ուրեմն Բերքաբերի ջրամբարը ամբողջությամբ ՀԽՍՀ սահմաններում է գտնվում։ Ու սահմանազատվել են դրում։ Չի սահմանազատվել։ Այնտեղ ինչ որ տեղեր հանձնվել են թուրքերին, հա, եւ մի տեղ էլ ասենք թուրքերը հետ են գնացել մի 50 մետր դիրքավորել են կամ 250 մետր, դա կարևոր չէ, հա, բայց մենք հանձնել ենք այնտեղ ճանապարհ, հանձնել ենք մենք ասելով ի նկատի ունեմ այս կառավարությունը, հա, ես չեմ ուզում նույնականացնել։ Այն հատվածում, որը Բերքաբերի մոտ է, թե Մազամի Կիրանցում եւ Բերքաբերի ջրամբարի այն հատվածում, որը գտնվում էր Հայաստանի փաստացի տիրապետության տակ եւ որտեղ հայ
Հայաստանի քաղաքացիները ունեին սեփականություն իրավունքով հաստատված հողատարածքներ եւ մշակում մինչեւ 24 թվականի գարունը։ Դա Բերքաբերի վարչական տարածք։ Դա Բերքաբերի վարչական տարածքում է, այո, 63 հեկտար տարածք, դառել է անհասանելի, հա։ Փաստացի չի փոխանցվել, բայց դառել է անհասանելի, որովհետև այն ճանապարհը, որով գյուղացիները գնում են եւ մշակում են այդ ճանապարհով էին անցնում, դառնում այդ ճանապարհը մնացել է ադրբեջանցիների տիրապետության տակ։ Ճիշտ եմ հասկանում, որ դուք նկատի ունեք այն հատվածը, երբ որ Կիրանցում եղավ այդ սահմանազատումը, այնտեղ մի հատված կար, որ ասում էին մենք ունեցել։ Լավ, այդ տարածքի հանձնումը։ Այո, այնտեղ ես շատ լավ հիշում եմ այդ ժամանակ, որ ասում էին, որ մենք դեպի արոտավայրեր կամ մեր մշակովի հողեր գնում ենք այս ճանապարհով, ու հիմա եթե փակում եք, մենք զրկում ենք այդ հնարավորությունը։ Փաստացի զրկվել են։ Այո, փաստացի զրկվել են, այո, փաստացի զրկվել են, եւ ելի ուզում եմ կրկնել, որ Կիրանցում եւ Բերքաբերի ջրամբարի տարածքում հարակից տարածքներում սահմանազատում եւ սահմանագծում տեղի չի ունեցել, քանի որ այդ պահին չեն եղել դրա համար անհրաժեշտ օրինական հիմքեր։ Այսինքն չի եղել որևէ պայմանավորվածություն, չի եղել որևէ կանոնակարգ, չի եղել մարդիկ գործել են իրենց լիազորությունների սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության օրենքներին հակառակ։ Անցնելով իմ բուն հարցին, տեսեք այդ 250 քառակուսի կիլոմետրը, որ ասեցի, որ 21-ից հետո հետեւյալ հարցն եմ ուզում տամ, առերևույթ տպավորությունն է, որ ադրբեջանցիները տարածքները օկուպացվել են, սկսած իշխանասար, ջերմուկ եւ մյուս հատվածներում, մտքում ունենալով հերահար նպատակներ, այսինքն եթե իշխանասարում դու վերցնում ես այդ տարածքները, բնականաբար մայրուղին կարողանում ես պահել դիտարկման տակ, ջերմուկում խոշորագույն քաղաքը դիտարկման տակ։ Ինչքանով է վտանգավոր այս իրավիճակը մեզ համար, եթե վաղը չեմ իսօրը սկսվի որևէ ռազմական գործողություն։ Ուրեմն 2020 թվականից այս կողմ եւ պետք է նաեւ մի քիչ հետ գնանք 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին, երբ չկրակելու հրամանի արկայության դեպքում ադրբեջանցիները Նախիջևանի հատվածում առաջ եկան եւ իրենց դիրքերի թիկունքում հայտնվեց 110 քառակուսի կիլոմետր լրացուցիչ տարածք Նախիջևանի հատվածում, այո։ Եվ 21 թվականի գարնանը մայիս ամսին, երբ առաջ եկան Գեղարքունիքում, 22 թվականին, երբ այսինքն 21 թվականին նաև աշնանը, երբ առաջ եկան իշխանասար Սևլիչի հատվածում, 22 թվականին Գեղարքունիքից մինչև Սյունիք տարածքներ ներխուժվեց եւ փաստացի ռազմակալվեց եւ դրանից հետո այնտեղ տեղի ունենում անընդհատ շինարարություն, ճանապարհների ամրաշինական մեծ աշխատանքներ են տարվում ադրբեջանցիների կողմից, հա։ Իսկ այսօր ինչ որ ցույց են տալիս տարատեսակ լրատվամիջոցներով, որ եւ հրավիրում են նաեւ լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ցույց տալու համար, թե ինչ որակյալ ամրաշինական կառույցներ են սարքում տուշոնկի բանկեքով, այսպես բանի ազդահարման համակարգերի փոխարեն, իրականում որոշակի երեսպաշտություն են անում ցույց չտալով քաղաքացի վրա, թե իրականում որտեղ են գտնվում։ Ուրեմն Ջերմուկ քաղաքից վերև կայանը ասեմ, որը Google Maps-ում շատ լավ երևում է, այդ պաշտպանական շրջանը շատ լավ երևում է։ Այնտեղ բայց ինքը այնպես չի, որ շատ վատ վիճակում է, էլի պայման։ Ինքը շատ մեծ տարածք է կարում փակի։ Այո։ Ուրեմն Ջերմուկում երկու մեծ ամրաշինական կառույց է կառուցվում Արփագետի Արփայի կիրճի աչև ձախ ափերին, վերևում, որոնք ՀԽՍ վարչական սահմանից ներս են գտնվում 7.5-8 կիլոմետր ներս։ Երկրորդական պաշտպանական գիծն է, ինչի մասին այդտեղ երկրորդական պաշտպանական գիծ չի, դա այդպիսի պաշտպանական շրջաններ են, որպեսզի կառուցվում են, ասենք, Տավուշում, Գեղարքունիքում եւ այլն եւ Սյունիքում, ուրեմն դրանից 500 մետր հեռավորության վրա գտնվում են ադրբեջանական դիրքեր։ Եվ ինչ որ մեկը պետք է շատ մեծ ջանք թափի, որպեսզի կարողանա հիմնավորել, որ 2022-ին Ջերմուկի տարածքում ռազմակալված տարածքները ադրբեջանցիները պատրաստվում են ինչ որ կերպ հետ հանձնել։ Իրենք ամենևին չեն պատրաստվում հետ հանձնել, եւ ես չասեմ վստահություն, բայց կասկածներ ունեմ խորը, որ կա կուլիսային պայմանավորություն այդ տարածքները նվիրել, այդպես էլ թողնել։ Բայց այս դեպքում հիմա վատ է, որ այդ պաշտպանական բնագծերի կառուցումը ցանկացած կառույց, որը բաց երկնքի կամ բաց հողի տարբերվում է,
արդեն ավելի լավ է, հա, բայց եթե համեմատենք թե ինչքան միջոցներ են ներդրվում այդ կառույցների կառուցման վրա, որոնք իրենց իսկ վկայություններով 2 ավիառումբ 500 կիլոգրամանոց արդեն ի վիճակի են ոնց որ ոչնչացնել կամ բերել անպետք վիճակի, խիստ կասկածներ կա դրանց արդյունավետության մասով։ Եվ պետք է նաև հաշվի առնել, որ դրանց հետ զուգընթաց պետք է նաև կառուցվեն երկրորդ, երրորդ գծի ճանապարհներ, դիրքեր, խրամատներ, արդեն հենց առաջնագծի այն հատվածներում, որտեղ մեր զորքերը այսօր զբաղեցնում են, որպեսզի կարողանան ապահով նահանջ կատարել։ Հա, եւ կարողանան մարզվել այդ տարածքները, ասենք, հետ նահանջ եւ հակահարձակում, ինչը այսօր չի կատարվում, որտեղ ուղղակի այդ երկրորդ, երրորդ գծերը չկան։ Հա, այդ տարածքներում շատ տեղերում դրանք ուղղակի հնարավոր չէ կառուցել, մինչդեռ այդտեղ պետք է ունենալ այլ միջոցներ, հա, նախահարձակ կամ արագ հակահարձակում կազմակերպելու միջոցներ, զենքի զինամթերքի այնպիսի տեսակներ, որոնք թույլ կտան մոտեցող մեծ զորախմբերին անընդունելի վնաս հասցնել եւ խեղդել, խափանել հակահարձակումները։ Այնտեղ հնարավորություններ կա, հրետանի, նույնիսկ տանկ կարա մտնի այդ բաները։ Գիտեմ։ Վաշտ տանկի ամբողջական վաշտ կարա տեղավորել։ Գիտեմ։ Ես սա չեմ ասում, որովհետեւ գաղտնի ինֆորմացիա, ես սուտ իմացա բարձավանեմ, որ ընթերցողն է հասկանա, որ դա Google Maps-ով լավ երևում է։ Ակամա սուտ գովազդային արշավի մասնակից եք դառնում, այն իմաստով, որ դա ներկայացվում է որպես համադարման, այսինքն բոլոր ցավերի սպեղանի, ինչը այդպեսին չէ։ Այդ տարածքները պետք է կահավորվեն սեփական մոտակա հեռահարության հակօդային պաշտպանության միջոցներով, որը հնարավոր չէ այդպիսի կառուցվածքների դեպքում կատարել։ Այդ տարածքները պետք է ունենան ոնց ասեմ, արագ մոտենալու եւ արագ հեռանալու ճանապարհներ, ոչ թե մի ճանապարհ, այլ մի քանի, եւ այլն, այսինքն այստեղ մենք պետք է ամբողջ տարածքի օպերատիվ կահավորման մասին խոսենք, ոչ թե հատվածական ինչ-որ կառույցների, կառուցվածքների, որոնք փորձում են ներկայացնել ելեմ կրկնում որպես համադարման բոլոր ցավերի սպեղանի։ Իդեպ սա կարճ նկատառում սրան անդրադառնանք ու անցնենք արդեն ձեր բում ոլորտին, այս տարածքների մասով հիմա նաև պաշտոնական հայտարարություններից տպավորություն է, որ իշխանությունը սա ու նաև զենքի ձեռքբերումը իրականացնում է ոչ այնքան ու ոչ միայն, որպեսզի մենք ավելի պաշտպանունակ լինենք, այլ որպեսզի 2026-ի ընտրություններից առաջ կարողանա մարդկանց տանել այդ պաշտպանական շրջաններ, կարողանա տանել ծանոթացնել նոր զինատեսակների հետ ու դրանով ապահովի հավելյալ քվեներ։ Սրա մասին ինչ կասեք։ Միանշանակ դա այդպես է։ Մենք չպետք է մոռանանք, որ գործ ունենք քրոնիկ ստախոս եւ բացարձակ պոպուլիստ իշխանության հետ, որոնք ամեն ինչ անում են հենց այդ տրամաբանությամբ։ 21 թվականից անմիջապես հետո արդեն հաջորդ ընտրությունների նախընտրական տրամաբանությամբ է արվում ամեն ինչ։ Եվ յուրաքանչյուր իշխանություն այդպես է։ Չէ, այդպես չէ, յուրաքանչյուր իշխանություն պարտավոր է առաջին հերթին կատարել իր նախընտրական խոստումները կամ ինքը իր վերև վերցրած ծրագիրը։ Եթե մենք բացենք կառավարության ծրագիրը, կառավարություն կոչվածի ծրագիրը 2021 թվականի ամռանը հաստատված իրենց իսկ գրպանային խորհրդարանով, կտեսնենք այնտեղ շատ բաներ, որ ոչ միայն չեն կատարել, այլ կատարել են հակառակը։ Օրինակ ոչ միայն չեն ապահովել Շուշիի կամ Հադրութի վերաբնակեցումը, այլ քաղաքական հետընթացներ են կատարել, որոնք բերել են Արցախի հայաթափմանը եւ տարածքի ամբողջական կորստին։ Բայց այդտեղ ինչ է ասում իշխանությունը, որը երբեմն շատ տեղին է, հիմա էլի չանցանք ձեր բում թեմային, էլի քաղաքական թեմա, ասում է լավ, մենք վատ ենք արել, բա դուք ընդդիմություն ինչ եք անում, հիմա յուրաքանչյուրը տարբեր անձինք, տարբեր խմբեր ինչ որ շարժումներ են ձևավորում ու սկսում են ինչ որ ցանցային պայքար։ Արդյոք սա այն է, ինչը ինչպես պիտի արձագանքի ընդդիմություն, այդ թվում դուք հայակվեն։ Եթե նախ հայակվեին անդրադառնում, հայակվեն առայժմ ազգային քաղաքացիական միավորում է, որը ունի հայտարարված նպատակներ եւ որը իրականացնում է հանրային դաշտում բավականին լայն ծավալուն գործողություններ, սկսած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդությունից, որը ապահովում է եւ ապահովել է բավականին լավ արդյունքներ են իմաստով, որ կասկածներ կան նաև քննադատություն կա։ Մեղադրանքներ եղել են, որոնք չեն հաստատվել։ Այսինքն այդ մեղադրանքները քաղաքականացված շարժում են, բայց դիտորդական առաքելություններին բոլոր մեղադրանքները եղել են օդ, բացարձակ օդ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ խախտում դիտորդական առաքելության կողմից չի արձանագրել։
Այն ինչ վերաբերում է քաղաքական դաշտում մեր եւ այլ անդիմադիր ուժերի ծավալած գործունեությանը, գործողություններին, պետք է ասեմ, որ դրանք առայժմ ցակուցրիվ են, որովհետեւ դեռևս չի նշмарվում լայն հարթակների վրա կոնսոլիդացիա, ընդ որում կոնսոլիդացիա ասելով չպետք է հասկանանք մեկ միավորում, որը կգնա եւ իշխանությունը դեմ պայքար կտանի, դա սովորաբար բերում է նրան, որ ասենք եթե պատկերացնենք ծայրահեղ դիրքավորումներ ասեմ, հա, ազգային ժողովրդավարական բևեռը եւ հանրապետական կուսակցությունը, եթե իրենք միավորվեն, ապա հանրապետական կուսակցության ընտրողների 90%-ը եւ ազգային ժողովրդական բևեռի ընտրողների 90%-ը ուղղակի իրենց ձայն չեն տա։ Այսինքն կգնան միայն այն մարդիկ, ովքեր սկզբունքորեն չեն պատկերացնում Հայաստանը այս իշխանությունների հետ, այս իշխանությունների օրոք, գնան միայն այդ մարդիկ, մնացած 90%-ը երկու ընտրազանգված էլ չի գնա այդ ընտրությունների։ Դրա համար կոնսոլիդացիա իմ կարծիքով պետք է տեղի ունենա հենց գաղափարական ընդհանրությունների այն սկզբունքային հատվածի շուրջ, որի մասով, ասենք, միավորվող կամ նախընտրական դաշինք կազմող ուժերը կարող են ապահովել ավելի մեծ մասնակցություն իրենց ընտրողների եւ հետեւաբար ավելի մեծ քվեներ, որը թույլ կտա հաղթարել չի։ Ինչ? Անհույս գործ չի դա։ Դա երբեք չի եղել։ Հայաստանի ներքաղաքական դաշտը։ Տեսեք, 2021 թվականին տեղի ունեցան կազմվեցին նախընտրական դաշինքներ, որոնցից երկուսը անցան խորհրդարան, հա, մեկը անցավ օրենքի ուժով, իրավունքի ուժով, մյուսը անցավ բավականին մեծ տոկոսով եւ այսօր ասենք բավարար չափով իրենց համար բավարար չափով ներկայացված է ազգային ժողովում։ Ուրիշ հարց է, որ նրանք նույնպես իրենց նախընտրական ծրագրերը չեն կատարել, այսինքն եթե դու ընդդիմադիր ուժ ես եւ բացարձակական համաձայնություն ունես իշխող քաղաքական ուժի հետ, ապա ընտրությունից անմիջապես հետո պետք է անես գործողություններ, որոնք բերեն հնարավորինս շուտ բերեն արտահայտ ընտրությունների։ Որտեղ պարզից էլ պարզ է, ինչքան իշխանությունը իշխանությանն է, այնքան ավելի մեծ է նրա հնարավորությունները իշխանական ադմինիստրատիվ ռեսուրսներ մոբիլիզացնելու եւ նրանք կարող են դա անել ավելի արագ եւ ավելի արդյունավետ, քան ցանկացած ընդդիմություն։ Եւ այսօր մենք պետք է մեզ ինքներս հաշիվ տանք, թե ինչ տեսակի ընդդիմություն ենք մենք ընտրել։ Եվ ես կրկնեմ իմ ընկեր Համբարձումյան Արթուրյանի խոսքը, որ Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ է ոչ թե իշխանափոխություն, ոչ միայն իշխանափոխություն, այլև ընդդիմափոխություն։ Եվ ի նկատի չունեմ, որ պետք է ասպարեզից հեռանա հայ հեղափոխական դաշնակցությունը կամ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, բայց օրինակ վերածնվող Հայաստան կուսակցությունը, որի անունը չի լսվում եւ որոնք չեն հիշվում այլևս որպես Հայաստան դաշինքի մաս կազմող ուժ, նրանք անելիք չունեն։ Անելիք չունի, օրինակ եմար իմ անձնական կարծիքն եմ ասում, դա կարող են շատերը չկիսել եւ կարող է իմ գործընկերներից շատերը չկիսեն եւ քաղաքական համախոհներից շատերը չկիսեն, անելու բան չունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ անցած քաղաքական ընտրություններին 21 թվականին իր դեմքով առաջին համարով անցել է խորհրդարան եւ կներեք ժխտել իրեն տված քվեները։ Ինքը չի վերցրել այդ քվեները եւ չի օգտագործել քաղաքական պայքարում։ Ինքը անձամբ, այսինքն դուրս է եկել, չի մտել խորհրդարան ազգային ժողով, տարատեսակ մեկնաբանությունով։ Ես ընկերներ ունեմ, որ Քոչարյանի համախոհներն են, իրենց կարծիքը ես հարգում եմ, բայց այլ իմ կարծիքն է։ Եվ մենք պետք է նաեւ պահանջ ներկայացնենք բոլոր քաղաքական ուժերին, ովքեր հայտ են ներկայացնում քաղաքական հայտ են ներկայացնում եւ պատրաստվում մասնակցել ընտրությունների, իրենց բոլորին պետք է հարց տալ, իսկ ինչ չեք անելու, եթե պարտվեցիք, երկու տարբերակ էլ կա, հա, եթե պարտվեցիք, բայց անցաք խորհրդարան, եւ ինչ եք անելու, եթե պարտվեցիք եւ չանցաք խորհրդարան։ Ինչ է ձեր հնարավոր հետագա անելիքը, որն է ձեր պլան B եւ C, հա, եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց համար ունենան այդ պլան B-ն եւ C-ն։ Հա, ինչ ունեն իրենք անելու, որն է իրենց գործողությունների ծրագիրը այդ պարագայում, որովհետև մենք այսօր տեսնում ենք, որ խորհրդարան անցած ընդդիմադիր դաշինքները պլան B չեն ունեցել։ Իդեպ առաջիկա ընտրությունները, քանի որ ընտրություններից ենք խոսում, լինելու են նաև արտաքին քաղաքական կոնտեքստում բավական հետաքրքիր։ Այսինքն իշխանությունը կարծում եմ տանելու է եւ ավելի է խորհրդացնելու այն թեզը, որ Հայաստանի քաղաքական դաշտ են մտել ռուսական ուժեր,
որոնք ուղիղ կապ ունեն Ռուսաստանի հետ, ու որոնք մենք գիտենք Հայաստանում բավականին լավ հակառուսական տրամադրություններ կան։ Ու այդ հաշվին կարողանա իր դիմախոսներին շարքից հանել։ Ուրեմն Ռուսաստանի հետ ուղիղ կապ ունեն այսօրվա իշխանությունները։ Ուղիղ կապ պարոն Փաշինյանը գնում նստում են մի սեղանի շուրջ, որի դեմ գեներացվում է դա իր քաղաքական ուժի կողմից գեներացվում է կեղծ հակառուսական օրակարգ, իր Գերմանիայի ազգային ժողովի նախագահը գնում Ռուսաստանի Պետդումայի նախագահի հետ նստում է մի սեղանի շուրջ, որտեղ քննարկում են նաև ընդհանուր քաղաքական շահեր, կեղծ հակառուսական օրակարգ է հապկում մեր անդամության, այսպես ասած, սառեցումը, ոնց որ իմ ընկերներից մեկը ասում է, նաև այսօրվա իշխող ուժի անդամության անդամ որոշ մարդիկ են ասում, այնտեղ ես ընկերներ չունեմ, ասում են չի կարելի կես հղի լինել, հա? Հնարավոր չէ կես հղի լինել, հնարավոր չէ լինել ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում, հա? Եվ սառեցնել անդամակցությունը հապկում։ Բայց հասկանում եք, որ այդ անցումային փուլը այդքան է հեշտ չի, մի օր չես կարող արթնանաս, ոնց որ ասես ես արդարացնում են, որ անում են այնպիսի քայլեր, որ ռուսներին այդպես միանգամից չջղայնացնեն, հա, չնյարդայնացնեն, բայց միևնույն ժամանակ պահպանում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի հենց զորախմբի ներկայացուցիչը այս իշխանությունների օրոք այն զինվորը, որ մտել էր Գյումրի եւ 7 հոգի մարդեր սպանել մի տան մեջ, Պերմյակովը, այո, ինքը չարտահանձնվեց անհասկանալի պայմաններում Հայաստանից անհետացավ չքացավ, հա, ոչ ոք չի կարող այսօր ասել Պերմյակովը որտեղ է իր պատիժը կրում, շարունակում կրել, հա։ Այս իշխանությունների օրոք Հայաստան են գալիս եւ սպանում մարդասպանություն իրականացնում Ռուսաստանից, մարդասպանություն իրականացնում եւ հետ գնում Ռուսաստան մարդասպաներ, որոնք եկել են հետապնդելու չեն աղջկան, որը փախել են ընտանիքից բռնության պատճառով կամ բռնի ամուսնացնելու փորձերի պատճառով, հա։ Այս իշխանության օրոք այսինքն անցած տարի անցած նախորդ 2 տարիներին մեր արտահանման գերակշիռ մասը կազմում էր ոսկու վերարտահանումը, այսօր դա դադարել է, բայց սա այս իշխանությունների օրոք էր, հա, եւ չի կարելի ոչ մի կերպ պնդել, որ այս իշխանությունները հակառուսական են։ Սա կեղծ հակառուսական օրակարգ է, որը հենց նախընտրական տրամաբանությամբ բանեցնում են մեր վրա, այդ հնարքը բանեցնում են մեր վրա, որպեսզի դրա այդ տրամադրությունները այդ զգացմունքային ֆոնի վրա շահեն եւ մեր կամ ժողովրդի քվեները, հա, եւ կարողանան հետագայում դա ծախել իրենց ապազգային քայլերի արդարացման համար։ Լավ, անցնենք, մեր ժամանակը արդեն բավականին սուղ է, բայց ես պիտի հետաքրքրեմ ձեզ ռազմարդյունաբերության ոլորտի մասին։ Դուք անդրադարձել եք կապված ռազմարդյունաբերության բյուջեի կրճատմանը, այո, սա վտանգավոր համարել, ինչու։ Ուրեմն մեր վիճակում գտնվող երկրում, որը տարատեսակ պաշտոնյաների գնահատմամբ մոտակա տարիներին հնարավորություն ունի հասնելու մի 20-30% սեփական կարիքների բավարարելուն, այս վիճակում ռազմարդյունաբերության բյուջե կրճատելը դա հանցագործություն է։ Եթե մենք չենք հասել ինքնաբավության 100% աստիճանի, ապա պետք է անընդհատ ավելացնենք այդ ոլորտում ծախսերը, ընդ որում պետք է ասեմ, որ եթե սերիական արտադրության մասով հաջորդ 3 տարվա համար պատրաստվում են կրճատել 171-ից մինչև 151 միլիարդ դրամ 3 տարվա համար, ապա ռազմարդյունաբերության զարգացման բյուջեն նախորդող 5 տարիների ընթացքում ոչ միայն չեն կատարում 20-ից կամ 30-ից ավել տոկոսով, այլ նույնիսկ հաջորդ տարվա համար արդեն պատրաստվում են առաջին անգամ իրականացնել կրճատում այդ բյուջեի։ Մի հատ կխնդրեմ ձեզ մի փոքր բարձաբանեք, դες կրճատումը ինչ է նշանակում։ Ռոբոտ շներից մենք չենք ունենա մեր արտադրության Չինաստանից։ Ուրեմն մենք 2019 թվականի դեկտեմբերին պայմանագիր ենք տվել հայկական մի ընկերության, որը սարքում է մարտական ռոբոտ, թրթուրավոր, այն ռոբոտներից, որ այսօր Ուկրաինան գովազդում է որպես 1.5 ամիս ինքնուրույն դիրք պաշտպանած պահած, հա դրանից մի քիչ ավելի հին իր տեսքով եւ կարող է նաեւ տեխնիկական համալրվածությամբ, բայց ես խոսում եմ 2019 թվականին, երբ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ չէր երևի պլանավորվում։
Ուրեմն այդ ընկերությունը իրականացրել է փորձարկումներ, այդ փորձարկումների արդյունքում ի հայտ են եկել եւ լավ եւ վատ կողմերը, որ ընկերությունը կարողացել է ինչ որ չափով շտկել, բայց միայն սեփական ուժերով, պետական հոգացություն, պետական մասնակցություն այդ ընկերությունը չկա, որովհետեւ իմ պաշտոնակությունից հետո պայմանագիրը կնքվել է, բայց իմ պաշտոնակությունից հետո այդ պայմանագիրը այդ ընկերության ձեռից ուղղակի հետ է խլվել։ Ընկերությունը ստիպված է եղել վերադարձնել այդ պայմանագրի համար ստացած ամբողջ գումարը։ Խոսքը գնում է 2019 թվականին։ Նույն 2019 թվականին պայմանագիր է տվել մի ընկերության, որը պետք է եւ ստեղծել է անօթաչուների համար նախատեսված օպտիկա մանրաթելային կապի միջոց։ Այսօր տեսնում ենք, որ ռուս-ուկրաինական ռազմաճակատում օպտիկա մանրաթելային կապով FPV-ները այդ չափազանց կարևոր են, այո։ Ոչ միայն չափազանց կարևոր են, դրանք ափսոսի ծախսել նույնիսկ առանձին զինվորի վրա։ Այնքան են դրանք էժանացել։ Այո։ Ես խոսում եմ 2019 թվականի մասին։ Բայց այս տարիներին բազմաթիվ բաներ են տեղի ունեցել։ Ռազմական բյուջեն ավելացել է, բայց եթե մենք 2019 թվականին ունենք եւ այդպիսի մշակումներ եւ խոսքը գնում էր այն ժամանակ փորձնական խմբականակի մասին, մենք այսօր դեռ չունենք մասսայական այդ ամեն ինչից, հա։ Եվ եթե նայենք ռազմարտությունաբերության զարգացման բյուջեին, որը տարի ավելացրել են, բայց ավելացող տոկոսով թերակատարել եւ նաեւ բացարձակ առումով էլ է թերակատարվել, այս տարվա բյուջեն, եթե օրինակի համար բերեմ, հա 25 թվականի բյուջեն նախատեսված էր 5.7 միլիարդ դրամ, որից այսօր թողել են 2.3-ը ռազմարտությունաբերության զարգացման բյուջեն, հա, որից առայժմ ծախսված է 1.3-ը։ 5.7 միլիարդ դրամից ծախսված է 1.3 միլիարդը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ կա եւ անկարողություն եւ ցանկության բացակայություն այդ բյուջեն չծախսելու, որը ես որակում եմ որպես հանցագործություն եւ պատրաստ եմ դա ապացուցել, որ սա հանցագործություն է։ Հիմնավորեցի մի քիչ առաջ, մենք վերացրած լինելով մեր հավանական հակառակորդների թշնամիների հետ տեխնոլոգիական խզվածքը, քանակային խզվածքը, ապահոված չլինելով ողջ ժողովրդի զինվածությունը, կառուցած չլինելով համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, կրճատում ենք ռազմական ծախսերը։ Ոչ միայն ռազմարտությունաբերական ծախսերը, ռազմական ծախսերն են ամբողջությամբ կրճատում։ Նաև, հա, պետք է հասկանալ։ Ռազմական ծախսերի մասով տարբեր քննարկումներ եղավ, նախ պնդում էին, որ ինքը ամեն դեպքում կրճատվում, բայց 2024-ից ավել է լինում։ Իշխանությունը ասում է, դե սա ինչ էին ասում, հեսա նայեմ, կանխավճարով, պարտքերի կանխավճարով եւ հրատապ կարիքներով է բացատրվում այս ամենը։ Դրա մեջ ավելի լավ է այս բան չխորանանք, որտեղ շատ ենք խոսել թեմայով։ Մի ուրիշ հարց, հիմա իշխանությունը կառավարություն պետությունը փորձում է դիվերսիֆիկացնել այն բացը, որը Ռուսաստանից զին տեխնիկայի մասով գալիս էր։ Ես հիշում եմ կոնֆլիկտ եղավ, երբ անգամ կառավարությանիստում խոսեց, որ գումար ենք տալիս, զենքը չենք բերում, ինչը չհերքվեց։ Հիմա մինչև հիմա չեմ բացատրել ինչ է եղել այդ կանխավճարի հետ։ Կարծես մասամբ տվել են, թե ոնց տենց տեղեկություններ ես կառավարության բացահայտ կերպով հայտարարել են ազգային ժողովում, բացահայտ կերպով հայտարարել են, որ փողը տվել են, զենքը չեն տվել, բայց թե ինչ է եղել այդ փողի հետ, բացահայտ կերպով չեն բացատրել։ Հիմա վերադառնանք այդ դիվերսիֆիկացիան, միջալոց այս 20 նոյեմբերի 2025 թվականի այդ որոշումով, որով ռազմարտությունաբերության բյուջեից կրճատել են 3.2 միլիարդ դրամ եւ բտանախարարության բյուջեից էլ կրճատել են 3.8 միլիարդ դրամ, հիմնավորում են էր, որ պաշտպանության նախարարությանն էին տվել այդ փողը, հիմնավորում են էր, որ զենքի մատակարարումն է դիվերսիֆիկացիայի ծրագրում է դա իրականացվում եւ պաշտպանության նախարարությունը կարիք ունի վճարելու ձեռքբերումների համար փոխադրման ծախսերը, հա 7 միլիարդ դրամ։ Այդ 7 միլիարդ դրամը, եթե պատկերացնեք փոխադրման ծախսերը, դա մոտավորապես մի 35-40 Ռուսլանի թռիչք է, հա, Հնդկաստանից։ Հա, եթե մոտավորապես հաշվենք, կարող է մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Բայց դա չպետք է արվի ռազմարտությունաբերության զարգացման հաշվին։ Հա, եթե դու ինչ-որ բան պլանավորում ես, պետք է պլանավորես ինքնուրույն եւ չպետք է աշկդ դնես ուրիշի փողին, իսկ ռազմարտությունաբերության զարգացման բյուջեն հաշվեք ուրիշի փող է իրականում, այդ փողը պետք է ծախսել հենց ռազմարտությունաբերության զարգացման վրա։ Եվ այդ որոշման հիմնավորման մեջ միջալոց գրված էր նաեւ, որ
այս որոշման արդյունքում պետական բյուջեում լրացուցիչ եկամուտներ եւ ծախսեր չեն առաջանում, ինչը բացարձակ ստախոսություն է, որտեղ միայն այդ կրճատման արդյունքում չձևավորված ավելացված արժեքի հարկը 500 միլիոն դրամից ավել էր կազմելու։ Իսկ եթե ամբողջությամբ նայենք, թե իրենք ինչքան չեն ծախսելու այս տարվա ռազմավարության բյուջեից 1 միլիարդ դրամը գերազանցել է միայն, ասում, ուղիղ հարկերը։ Այն անուղղակի հարկերը, եթե ասենք, այս աշխատանքների արդյունքում մեծ քանակի աշխատավարձ է ձևավորվում, եկամտահարկ եւ այլն, դրա մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտը, ել չասած, որ սա ամեն ինչը բերում է տեխնոլոգիական առաջընթացի եւ տնտեսական առաջընթացի, ապա այս կառավարությունը մեզ ուղղակի ստում է, էշի տեղ է մեզ դրել, բառից բուն իմաստով։ Բայց չեմ ուզում sense վատատեսական տոնով ավելել։ Ես լավատեսական ասեմ, ուրեմն 20 թվականից հետո, ինչ անենք, ինչ 20 թվականից հետո կասեմ ինչ փոխենք, բայց 20 թվականից հետո լավ է որ շատ գործարարներ եւ շատ մեծահարուստներ գործարաններ են կառուցել։ Ռազմարտունաբերության ոլորտում ներդրումներ են արել, բերել են բարձր ճշգրտությամբ հաստոցներ, պատրաստել են մասնագետներ եւ այլն, բայց այս ամեն ինչը արվում է ցավոք սրտի առանց պետության կողմից հոգացության։ Պետությունը այս ոլորտում լինելով մենաշնորհ գնորդ, այնքը նաեւ ունի պարտավորություն։ Ինքը իրեն վերապահել է լիազոր մարմնի եւ կարգավորի դեր, բայց մեր հարկատուների հաշվին ձևավորող բյուջեից իր պարտավորված ծախսերը չի կատարում այս ոլորտում։ Իսկ հիմա ինչ է կատարում, այսինքն քաղաքականության փոփոխություն։ Քաղաքականության փոփոխությունը անհրաժեշտ միանշանակ։ Հնարավոր չէ այսպիսի իր նախընտրական խոստումներով եւ հետընտրական ծրագիրը ուրացած քաղաքական ուժի հետ հույս ունենալ, որ մի բան կփոխվի։ Իրենք իրականում ամեն ինչը տանում են կրճատման, տանում են նրան, որ մեր ռազմավարությունը նույնիսկ արտահանման շանս չունենա, որտեղ եթե սեփական պետությունը քեզ չի պատվիրում արտադրություն եւ չի պատվիրում մշակումներ, ապա արտաքին պատվիրատուները կամ արտաքին գործընկերները իրենք թերահավատորեն են վերաբերվելու։ Խոսքը չի վերաբերում մեկ կամ երկու ընկերությունների, որոնք գտել են իրենց նիշան եւ կարողանում են այնտեղ զարգանալ։ Խոսքը վերաբերում է տնտեսության ճյուղին որպես ամբողջություն։ Խոսքը վերաբերում է ռազմական արդյունաբերությանը որպես նաև իրենց իսկ նշած, որպես մշակող արդյունաբերության ֆլագմանի առաջատարի։ Այս պայմաններում հնարավոր չէ ռազմարդյունաբերությունը զարգացնել որպես տնտեսության առաջատար ճյուղ։ Բարի։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Իմ զրուցակիցը Ավետիք Քերոբյանն էր, շնորհակալություն, որ հետևեցիք Civilnet-ին, լավ եղեք եւ հաջողություն։